Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք խավարման մասին, արևի խավարման մասին, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին 20 աստիճան առյուծ նշանում։ Հայաստանի ժամանակով դա բավականին ուշ է տեղի ունենալու, սկզբում տեղի կունենա նորալուսին, իսկ հետո արդեն տեղի կունենա խավարումը։ Հայաստանի ժամանակով այն տեղի կունենա մոտավորապես 9-ից, երեկոյան 21-10 րոպեից մինչև բավականին ուշ 23-20 րոպե դուք կարող եք ականատես լինել դե այդ ժամերին արդեն մտցնում է այսպես թե այնպես դուք եւս այն կզգաք։ Այս խավարումը համարվում է ամբողջական խավարում եւ շատ կարեւոր դեր է խաղում մեր բոլորիս կյանքում։ Եվ քանի որ այն տեղի ունենալու ամբողջական, ապա այս խավարումը ուղղակի կարող է նշանակել ինչ որ մի ժամանակ, երբ որոշ բաներ ժամանակավորապես մթագնում են, որպեսզի մյուսները կարողանան ի հայտ գալ։ Մի պարտադրեք լուծումներ, եթե իրավիճակը շփոթեցնող է թվում։ Առյուծի խավարումը ընդհանրապես երբեմն կարող է ստեղծել աղավաղող հայելու էֆեկտ, որտեղ դուք գերագնահատում եք ձեր սեփական կարևորությունը կամ ընդհակառակը, ձեզ զգում եք խոցելի կամ նաև անպաշտպան։ Խավարումները շատ կարճատև իրադարձություններ են, ընդամենը 2 ժամ լավագույնը, բայց դրա հետևանքները կարող են տևել ամիսներ, նաև տարիներ։ Հիշեք, թե ինչ է ձեզ հետ տեղի ունեցել, եթե դուք պատկառելի տարիքում եք, հիշեք ինչ է տեղի ունեցել 18-19 տարի առաջ, եւ եթե հարկ է, ապա վերադարձեք նաև 37 տարի առաջ, եւ հիշեք, թե ձեզ հետ ինչ է կատարվել այդ տարիների ընթացքում։ Եւ հիմա կունենաք նույն process-ը, այն նմանատիպ որևիցե մի բան։ Եվ հիշեք, որ օգոստոսի 12-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածը դա համարվում է խավարումների միջանցք, որտեղ յուրաքանչյուր գործողություն շատ մեծ դեր կունենա ձեր հետագա կյանքի վրա։ Միգուցե 6 ամիս, միգուցե 1.5 տարի, միգուցե 9 տարի եւ նաեւ 18.5-19 տարի։ Այդ օրերին սկսվող յուրաքանչյուր բան կարող է շատ երկար տևել, եւ վատը եւ լավը։ Եթե մարդիկ բաժանվեն այդ ժամանակահատվածում, հնարավոր է 19 տարի չկարողանան միավորվել։ Դա համար զգույշ պետք է լինել այս օրերին ձեր մտքերի հետ կապված, ձեր որոշումների հետ կապված, որովհետև դիմացը մութ է, հատկապես ամբողջական խավարումը։ Պետք չի այնպիսի մի որոշումներ կայացնել, որ հետո կփոշմանեք, բայց շատ ուշ կլինի։ Այս խավարումների ընթացքում կարող եք սահմանել հստակ նպատակներ։ Գրեք, թե ինչ եք ուզում իրականացնել հաջորդ 6 ամիսների ընթացքում։ Նշեք գործողությունները, ժամանակը, ինչ է պետք այդ գործողության համար, ինչ հմտություններ է պետք, ինչ որակներ են պետք, ինչ կարող եք սովորել, որ ավելի լավ անեք այդ գործողությունը։ Միգուցե նաև ընտանեկան հարաբերությունները։ Եթե ուզում եք, ձեր նպատակն է ձեր ընտանիքը ավելի լավացնելու, ապա եւս, եթե պետք է ինչ-որ մի բան սովորել, ուրեմն պետք է սովորել, միայն այն չէ, որ դուք ձերը պետք է դրթեք դիմացին։ Նաև հարցրեք ինքներդ ձեզ, այս նախագիծը, որը որ ես ուզում եմ կամ այս նպատակը բխում է արդյոք իմ անձնական ցանկությունից, թե ուրիշներին հաճոյանալու համար է դա։ Կամ ուրիշներին տեսել եք դուք եք ուզում կրկնել։ Այս խավարումը կրկնության մասին չէ։ Եվ եթե զգում եք, որ դուք ուզում եք ինչ-որ մի բանի հասնել, եւ ուզում եք այդ նպատակը ուզում եք իրականացնել այս խավարման միջանցքում, եւ դուք ուզում եք, զգում եք կամ եթե մտածում եք եւ հասկանում եք, որ ուզում եք դիմացինին հաճոյանալ կամ դիմացինը որ տեսնի թե դուք ով եք, ապա մի հատ դադարեցրեք եւ վերանայեք ձեր մտադրությունը։ Ընդհանրապես խավարումների ժամանակ բավականին մարդիկ զգայուն են լինում, հուզված են լինում, այդ զգայունությունը բավականին բարձրանում է։ Նաև այս ժամանակահատվածում, մի քանի օր առաջ, 2 շաբաթ առաջ, միգուցե 1 ամիս առաջ, դուք արդեն զգաք այդ տարբերությունը։ Ամեն մեկը իր ոլորտն ունի, նայեք, փնտրեք, թե որտեղ է գտնվում ձեր առյուծի նշանը, ամենայն դեպս ամենա վերջին ժամանակահատվածները, եւ տեսեք, որ տան մեջ է գտնվում եւ հենց այդ ոլորտում էլ տեղի կունենա ձեզ մոտ։ Ձեր կյանքում խավարում, փոփոխություն, նյարդայնություններ, դա եթե երրորդ տունն է, ապա նյարդայնությունը կարող է նաեւ զգացվել խոսքում, դուք կարող եք ավելի նյարդային լինել, այդպես բղավեք կամ դիմացինը
միգուցե իր մոտ է երրորդ տան մեջ գտնվում եւ ինքն է այդպես անդադ լարված եւ խոսքի մեջ կարող է նաեւ զգաք այդ տարբերությունը շփվելու մեջ այդ կոպիտ վերաբերմունքը։ Եվ առհասարակ խավարումների ժամանակ չի կարելի ուղիղ նայել խավարմանը արևին, որովհետև մեր աչքի անկյունում, հետևամասում, հետևի պատում տեղի ունենում այրոց, որն էլ որ վիրատության ենթակա չէ եւ ոմանք կարող են աչքը կորցնել, ոմանք կարող են ամբողջությամբ տեսողությունը կորցնել։ Հենց այնպես չի, որ ասվում է մի նայեք խավարմանը հենց ուղիղ հայացքով, աչքերով, առանց որևէ պաշտպանիչ, որևէ ինչ որ ակնոցների։ Անպայման եթե հարկ է գնեք դա, եթե ունեք այնպիսի ակնոցներ, որոնք որ կարող են մեկնել արևին, դրանով կարող եք նայել, բայց լավ կլինի, որ ունենաք պաշտպանիչ ակնոցներ, եթե ուզում եք նայել ամբողջությամբ եւ արևի խավարումը եւ լուսնի խավարումը։ Հիշեք, որ ձեր այդ հաճույքը, որ դուք ուզում եք պատճառել ձեր աչքերին, նախ այդքան է པարզ չի երևում սովորական աչքերով նայելով, պլյուս նրան, որ դուք վնասում եք աչքի խոռոչը, հետևամասը, ոչ թե դիմացը, այլ հետևամասն է այրվում արևի այդ ուժգին ճառագայթներից։ Այդ ժամանակահատվածում նաև Յուպիտերն է գտնվում առյուծ նշանում, ոմանց համար դա շատ մեծ օգնություն կլինի, նույն եթե նույն տանն է եւս այդ հաջողությունը ոնց որ ինչ որ սկսեք, այն կարող է մեծացնել, ընդլայնել, եթե դուք բաժանվեք, դա եւս կընդլայնի, կմեծացնի եւ հետագայում ավելի դժվար կլինի վերականգնելը։ Շատ ժամանակ այս խավարումների ընթացքում երեխաներն են տանից գնում եւ այլևս չեն վերադառնում։ 18 տարի կարող եք երեխաներին չտեսնել, ամուսնուն չտեսնել, եթե ծնողների հետ խնդիրներ ունենաք, ապա եւս կարող եք 18 տարի ծնողների հետ չկարողանաք հաշտվել, եթե տունը վաճառեք եւ մնաք դրսում, ապա շատ հավանական է, որ 18 տարի եւս չկարողանաք տուն գնել, այնպես որ պետք է այս պահը շատ ուշադիր ուսումնասիրել, ես շատ մարդ գիտեմ, ովքեր որ վաճառել են բնակարանը եւ հիմա անտուն են երկար տարիներ է, ես գիտեմ անձնավորություն մարդիկ, ովքեր որ բաժանվել են եւ արդեն իրենք շատ մեծ են եւ չեն պատրաստվում միանալ, արդեն որ մեծանում ես 18 տարի անցնում է զգացմունքներն են սառում եւ այլն արդեն վերադառնալու կարիք չկա եւ երեխաները նույնպես գնում են եւ չեն գալիս, որովհետեւ զգացմունքները ելի եմ ասում շատ են, բորբոքվածությունները կարող են ել ավելի շատ լինել։ Առյուծը այնպես է, որ իր եսն է առաջ տանում եւ միգուցե երեխաները իրենց եսը առաջ տանեն, դուք ձեր եսը առաջ տանեք եւ որոշեք բաժանվել, որոշեք երեխաներից հեռանալ, որոշեք ընտանիքի անդամներից հեռու լինել եւ դա այդ ժամանակվա նյարդայնությունը ձեզ համար կտևի 18 տարի։ Դե 9 տարի եւս դա չի բացառվում նաեւ քիչ տարիներ, բայց ընդհանրապես պետք է հասկանալ, որ այս խավարումները տեղի ունենում կարմայական հանգույցների ներքո եւ հիմա այնինչ որ տեղի ունենում, որ հանգույցում որ տեղի ունենում այս խավարումը դա հենց կարմայի հավաքվող հանգույցն է, որտեղ որ կարման է կուտակվում եւ յուրաքանչյուր բան, ինչ որ տեղի կունենա այ հիմա օգոստոսի 12-ին, դա տեղի կունենա կարմայով։ Եվ այդ կարման հնարավոր չի լինի մաքրել, որովհետեւ հավաքվել է դա եւ այնինչ ցանել եք, այն էլ հնձում եք հիմա։ Յուրաքանչյուր բան, այնինչ որ տեղի կունենա, պետք է հասկանաք, որ դա ձեր կատարած աշխատանքի կամ արարքների արդյունքն է։ Շատերը այս խավարման ընթացքում ցույց կտան իրենց եսը, շատերը կցանկանան դուրս գալ բեմ, իրենց ցույց տալ, շատ նման պահեր կարող եք տեսնել, այն մարդիկ, ովքեր որ լուռ միտեղ նստած էին, մեկ էլ կտեսնեք, որ չգիտես ինչու այդպես բարձրաձայն սկսել է խոսել, ցույց է տալիս իրեն, իր կարծիքն է սկսել այդպես ավելի բարձրաձայն արտահայտել եւ այլն եւ այլն։ Գիտեք նաև առյուծը դա մեր էգոն է եւ նա կառավարվում է հենց իսկ արևի կողմից, արևն է եւ հիմա էլ հենց արևի խավարում է առյուծի այդ փայլը։ Ես չգիտեմ ով ինչ կասի այս ոլորտի հետ կապված, բայց ըստ ինձ եթե փակվում է քո կարևոր մոլորակի դիմաց, բնական է, արևի դիմաց, ապա սա փակվում է նաև առյուծների փայլը, գիտեք, եւ երբ որ
մի մարդ սիրում է փայլել եւ փայլը կորում է եւ նա այլևս չի կարողանում դուրս գալ, իր մոտ բարձրանում է այդ էգոն եւ ուզում է ավելի ու ավելի իրեն ցույց տալ։ Եվ հիմա այս ժամանակահատվածում մարդիկ դրա համար սկսեն առաջ շարժվել, որպեսզի ավելի ցույց տան իրենց, որովհետեւ այն որ դե փայլը կորում է, մարդը մտնում է մի անկյուն, չէ, այլևս էլ չի երևում։ Եվ դրա համար հիմա ավելի ու ավելի այդ ձգտումը շատ մեծ կլինի, որ ոնց թե իմ փայլը կորել է, ոնց թե ինձ բանի տեղ չեն դնում, ոնց թե իմ հետևորդները քիչ են եւ այլն, նման ինչ որ թեմաների շուրջ մարդը կարող է ավելի որոշել առաջ շարժվել, նաեւ կարող եք նոր նախագծեր սկսել, վճռական որոշումներ կայացնել այս ժամանակահատվածում։ Այդպես ցանկությունը շատ մեծ կլինի, որ ինչ որ մի բան ունենաք։ Եվ բացի դա էլ հենց առյուծը կրակի էներգիա է եւ հենց այդ իր էներգիայով ավելի շատ նա չի հանդուրժում, որ իր փայլը կորում է եւ դրա համար ըստ այդ ընդհանուր դա մթնոլորտն է, որ ստեղծում է, որ նման բան անհնարին է դեհելու մի հատ բոլորդ ձեզ ցույց տվեք, այդպես։ Եվ գիտեք, սա ոչ միշտ է, որ լավ է, որովհետև եթե երկու գլխավոր դերերում մարդիկ կան, թեկուզ եթե երկրի ղեկավարներ կան, ապա իրենք եւս խնդիրներ կարող են ստեղծել այդ առումով բնական է։ Ամեն մեկը իր էգոն առաջ կտանի երկրի ղեկավարները, եւ հենց դրա պատճառով են շատ ժամանակ լինում պատերազմները։ Եվ ոչ բոլոր երկրներում են տեսնելու ամբողջական խավարում, այնպես որ եթե կարող եք նաև դուք ինքնդ էլ գտնվելով տարբեր երկրներում կարող եք ամբողջությամբ չտեսնել արևի խավարումը, որովհետև դուք գտնվում եք այնպեսի դիրքում, որ ձեզ մոտ արևը ամբողջությամբ չի փակվելու։ Եվ հետաքրքիր է, որ հենց այս օրերին եւս տեղի ունենալու աստղաթափը Պերսեիդները, որոնք որ եւս 12-ի գիշեր լույս 13 են տեղի ունենալու, երկու իրադարձություն շատ կարևոր լինում է մեկ օրվա ընթացքում, դա կփոխի շատ շատերիս կյանքը։ Փոխվեք, եթե հնարավորություն ունեք, ապա փոխվեք եւ հիշեք ինչ եք արել, գուցե շատ լավ պահեր են եղել ձեր կյանքում 18.5 տարի առաջ, եւս հիմա էլի արեք այդ նույն բանը, եթե այն ժամանակ ձեզ հաջողություն է բերել դա։ Օրինակ դա մոտավորապես ընկնում է 2008 թվականը, կարծես թե եթե 19 տարով հանենք 2007-2008 թվականները։ Ես այդ ժամանակ բավականին շատ լավ գործերի մեջ էի, շատ պատվերներ ունեի, նոր սկսել եմ իմ գործունեությունը այդ ժամանակահատվածից, այնպես որ ես եւս պատրաստվում եմ նույն գործերը սկսել, որովհետև չգիտես ինչու հետաքրքրել է նորից նույն բաները անելը, այնպես որ ձեզ մոտ էլ կարող է նույն այդ ցանկությունը լինել, որպեսզի դուք այդ նույն պահերը անեք։ Եվ այն ժամանակ, երբ որ եւս մի քայլ առաջ եմ գնացել, Յուպիտերն է եղել այնտեղ 12 տարի առաջ, նույն էլի այդ նույն տանը եւ նույնպես էլի սկսել եմ իմ գործունեությունը բավականին հաճախորդների մեծ թվականակով։ Այնպես որ միգուցե ձեզ մոտ էլ նույն բաներն է եղել, ինչ որ մեկի մոտ ամուսնություն է եղել, ինչ որ մեկի մոտ երեխա է եղել, հիմա կարող է երկրորդ երեխան ծնվել կամ երրորդ երեխան ծնվել, եթե այդ տարիներին ինչ որ նման պահեր են եղել։ Եթե մենք հաշվենք 37 տարի առաջ, այստեղ արդեն գալիս է 1989 թվականը։ Հիշեք, ովքեր որ մեծ են այդ ժամանակահատվածում, ինչ է տեղի ունեցել ձեզ հետ։ Եվ հիշեք, այն ինչ որ ձեզ հետ տեղի ունենալու այս խավարումների ընթացքում, դա այս անգամվա խավարման հետ կապված, դա լինելու է ճակատագրական սեր, ճակատագրական ամուսնություն, երեխա, որը իրոք այդ երեխան, որը ծնվի այս խավարումների ժամանակ, եթե հիմա հղիանաք, ապա միգուցե վերադառնա ձեր ընտանիքից ոչինչ մեկը, այսինքն իր հոգին վերադառնա, գուցե նաև այնպեսի մի շատ հետաքրքիր մի բան բերի այդ երեխան ձեր կյանք, որ եւ պետք է հասկանաք, որ եթե դուք սխալ քայլեր եք արել, այդ երեխան եւս սխալ ոչ թե սխալ առողջությամբ կծնվի, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, ով որ անում է խնդիրներ, իր կյանքի ընթացքում ինչ որ խնդիրներ է արել, ապա շատ ժամանակ երեխան է պատասխան տալիս, երեխան է գալիս մաքրելու մոր կամ ծնողների խնդիրները, իրենց կատարած այդ կարման, որովհետև սա կարմայի այդ լիցքն է, այսինքն
լցվել է, ոնց որ ձեր խնդիրներ են, որ ինչ եք արել, սխալ բաները հենց լցված է այդ բաժակը, հասկանում եք, եւ հիմա այն ինչ որ գալիս է այդ դրա պատճառով։ Մաքրեք ձեզ մինչև հղիանալը։ Մաքրեք։ Թե ինչպես կմաքրեք, արդեն ամեն մեկը ինքը գիտի իր ինչ է արել։ Ինչպես որ ասում են, մեղքերի թողություն պետք է անեք, որ ձեր երեխան էլ առողջ ծնվի։ Եթե այն ժամանակ ամուսնացել եք եւ հետո բաժանվել եք եւ հիմա եւս էլի ամուսնության շեմին եք, ապա եւս պետք է մեղքերի թողություն անեք, որ նույն կյանքով չապրեք, նորից չբաժանվեք, նորից նույն սխալը չանեք, որովհետեւ եւս էլի գալու է կարմայով եւս ոնց որ նույն խնդիրներով կաղեկալ ձեր կյանք ամեն ինչը։ Դա համար եմ ասում, այն ինչ որ արել եք, նույնը կվերադառնա։ Նմանատիպ ինչ որ բաներ նորից էլի կվերադառնան ձեր կյանք։ Եվ ավելի շատ այստեղ կարող են ամբողջությամբ մտնել Ռուսաստանի հյուսիսային կողմը, Պորտուգալիան, Իսպանիան, Գրենլանդիան, Ատլանտյան օվկիանոսի կողմերը, Իսլանդիան, այդ հատվածներում կլինի ամբողջությամբ մութ։ Եվ սա այն մութը չէ, որ պետք է վախենալ։ Սա իրոք մթություն է, լռություն է, որից հետո լույս է բացվում եւ բացվում է մարդու կյանքում ամբողջությամբ նոր էտապ։ Պետք չի վախենալ ամբողջությամբ ամբողջական խավարումից, որովհետեւ հետո ամեն ինչ ոնց որ նորից է ծնվում։ Ինչպես որ ամեն լուսաբացին է լինում։ Սա ուղղակի արհեստական է, արհեստական մթագնում է եւ հենց այնպես չի այս մթագնումը միշտ լինում մեր կյանքում։ Հայաստանում ավելի շատ պիկը կլինի այնպես որ կփակվի մոտապես արևը, չգիտեմ Հայաստանում ամբողջությամբ կփակվի թե ոչ, չեմ նայել NASA-ի տվյալները, կարող եք Google-ում նայել NASA-ի տվյալները, տեսնեք ինչ է։ Ես չեմ նայել ճիշտն ասած, եւ բայց ուղղակի ավելի պիկ ժամը կլինի, որ այդպես առավելագույնը կլինի, դա 22-ից 17 րոպեն է։ Չնայած որ այդ ժամանակահատվածում այսպես թե այնպես արդեն արևը չի երևում նորմալ։ Այն երկրները, որոնք որ մի փոքր արդեն ավելի ցերեկ է իրենց մոտ, իրենք ավելի շատ կնկատեն, քան այն մարդիկ, ում որ արդեն մտնում է, այսպես թե այնպես մութ է լինելու։ Բայց պետք է հասկանալ, որ այդ մութը եւս արեստածին այդ մութը, դե արեստածին լուսնի ստեղծած արեստածին այդ մութը մեր կյանք բերելու է այն ինչ որը որ մեզ խանգարում է, որը որ մենք չենք տեսնում, որը որ մեր դիմաց այնքան լավ չի երևում, որ պատկերացում չունենք, դա պետք է մեր կյանքից հանենք եւ նոր կյանք սկսենք։ Այն ինչ որ արդեն այն որ ասում եմ մթագնած է եւ պետք չի արդեն դառն ապրել է, պետք է հեռացնել եւ լույսը բացվելու հետ մեկտեղ, լուսավորվելու հետ մեկտեղ մեր կյանք բերենք լուսավորը նոր մի բան։ Եվ եթե կգնեք ակնոցներ, սա էլ ասեմ եւ արդեն անդրադառնանք բոլոր կենթանակերպի նշաններին։ Եվ եթե կգնեք ակնոցներ, ապա այդ ակնոցները պետք է համապատասխանի ISO 12312 գիծ 2 ստանդարտին։ Եվ եթե այդ ակնոցը ունի խազեր, ունի քերծված, ունի ինչ որ անցք, սուր ծայր ինչ որ միտեղ անցք է բացված, վնասված է, ապա մի կրեք այդ ակնոցները։ Երեխաներին նույնպես ստուգեք, որ ամեն ինչ լավ լինի, նոր հետո նայեք։ Բացի դա էլ այդ ակնոցներով եթե դուք հիմա էլ գնել եք մինչև խավարումը, ես ինքս գնել եմ, եթե նայեք, կզգաք տարբերությունը, թե արևը ինչպես է երևում ընդհանրապես այդ ակնոցներով։ Դե այսքանը եւ հիմա անցնենք արդեն կանխատեսմանը, եթե որևիցե հարցեր կունենամ ավելի, շատ կցանկանամ ավել խոսել կամ գրել, ապա այն կարող եք տեսնել միմիայն Facebook-ում։ Դա համար հետևեք Facebook-ին, այնտեղ եւս շատ հետաքրքիր բաներ է տեղի ունենում։ Եվ մոռացա նշել, ովքեր որ ծնվել են ում ասցենդենտը որ գտնվում է մոտավորապես 18-ից 23-24 աստիճան առյուծ, ապա դուք ավելի շատ կզգաք։ Նույնը եւս կարող եմ ասել ջրհոսների մասին, եթե ձեզ մոտ ասցենդենտը այդ աստիճանում է գտնվում, ապա դուք եւս այն շատ ուժեղ կզգաք։ Եվ իհարկե ովքեր որ ծնվել են այն ժամանակահատվածներում, 10-ից մինչև 20 ընկած ժամանակահատվածներում դուք եւս շատ ուժեղ կզգաք։ Եվ եթե մոլորակներ էլ ունեք այդ աստիճանում գտնվող, օրինակ 20 աստիճանում գտնվող առյուծ,
կամ յուրաքանչյուր տեղ, որտեղ որ կան մոլորակներ 20 աստիճանում, ապա դուք եւս կզգաք, որովհետեւ ինքը միացում է ունենալու ձեր այդ մոլորակներին 20 աստիճանում գտնվող, իսկ եթե ամենչապես վրան լինի դա բացարձակապես այդպես մի շատ կարևոր կարմայական ինչ որ պահեր են լինելու ձեզ մոտ։ Կախված է, որ մոլորակն է այնտեղ գտնվում։ Եվ նաև երբ որ ձեր ծննդյան օրն է տեղի ունենում խավարում, օրինակ դուք ծնվել եք օգոստոսի 12-ին, ապա ձեր վրա կարող է ազդել 12 ամիս հետո, ոչ շատ արագ։ Եվ այսպիսով անցնենք արդեն կենդանակերպի նշաններին։ Հարգելի խոյեր, այս խավարումը տեղի ունենալու ձեր 5-րդ տանը։ Եթե դուք որևէ մրցույթի մասնակցեք, ապա հաղթանակը միանշանակ ձերը կլինի։ Կապ չունի թե որ ոլորտում կլինի մրցույթը։ 5-րդ տունը դա նաև շահումների տունն է, կարող եք լոտո գնել եւ փորձել, հնարավոր է շահումներ լինեն։ 5-րդ տունը դա նաև տաղանդի տունն է։ Դուք կարող եք սկսեք կյանքի կոչել ձեր որևէ տաղանդ, այն ամենը, ինչին դուք տնօրինում եք։ Դա նաև սիրո տունն է, սեր դեպի մեր անձը, նաև սեր դեպի հակառակ սերը։ Առաջին տեղում եղեք միայն դուք, կամ հենց խավարումը ձեզ կստիպի լինել առաջին դիրքում, առաջին տեղում։ Ոչ հաղթանակի, այլ ինքներդ ձեզ, այսինքն դուք ինքներդ ձեզ պետք է դնեք առաջին տեղում։ Դուք եք հետո ուրիշները։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, ձեզ հիմա հարմարավետ է, ձեզ հարմար է։ Եվ իհարկե կարող եք հանդիպել սիրո հետ, ռոմանտիկ ծանոթություն, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումներ կարող է լինել։ Իսկ եթե դուք արդեն իսկ շփվում եք եւ հանդիպում որևէ մեկի հետ, այս խավարումը կարող է որևէ գաղտնիք բացահայտել, կապված ձեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու վերաբերյալ։ Հատկապես եթե ձեզ մոտ սիրային եռանկյունի է, քանի որ բոլոր եռանկյուն հարաբերությունները եւս 5-րդ տունն են։ Այս խավարումը բացելով գաղտնիքը արդեն ձեր սիրելին կամ ձեզ պետք է ընտրի կամ իր կողակցին։ Դա եթե եռանկյունի է։ 5-րդ տունը դա նաև երեխայի տունն է, եթե դուք երեխա եք ցանկանում, ապա երեխան կգա ձեր կյանք։ Ինչ միջոցով նա կգա, դա կարող է լինել էկո, որդեգրում, կամ դուք կամուսնանաք երեխա ունեցող մարդու հետ, կամ աղջկա հետ։ Ինչպես նաև դուք կհղիանաք, արհեստական ճանապարհով դա կարող է լինել։ Նաև շատ հնարավոր է, որ ձեզ կդիմեն, որպեսզի դուք դառնաք կնքահայր կամ կնքամայր։ Կամ հնարավոր է, որ թոռնեք ծնվի, համենայն դեպս երեխան կգա ձեզ մոտ։ Նաև մեկ տարբերակ էլ, որ կարող է դուք նոր բիզնես սկսեք եւ դա ձեզ համար երեխայի նման լինի։ Նաև կենթանի կարող են նվիրել եւ ինքը ձեզ համար լինի որպես երեխա։ Վերաբերվեք, ինչպես երեխայի նման։ Հարգելի ցուլեր, այս խավարումը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ Խորհրդանշում է ընտանիքը։ Կարող է որևէ նորություն լինի, կապված ձեր ընտանիքի հետ։ Օրինակ նոր ընտանիքի անդամ կամ հակառակը, դուք կարող եք առանձնանալ եւ ձեր ծնողներից ապրեք առանձին։ Նորություն կլսեք կապված ձեր ծնողների հետ։ 4-րդ տունը դա նաեւ ձեր ապրելու վայրն է, ամեն ինչ կապված անշարժ գույքի հետ։ Այս խավարմանը դուք կարող եք գնել անշարժ գույք կամ վաճառեք։ Ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ բնակարան նաեւ։ Տեղափոխվեք մեկ այլ վարձով բնակարան։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել եւ ապրել իրենց սիրելիների տանը, իրենց հետ։ Ոմանք կսկսեն վերանորոգում անել, չնայած որ աշուն է մոտենում, բայց որոշ բաներ կարող եք անել։ Չնայած խավարումը շատ երկար ժամանակ է ազդեցություն ունենում, կարելի ասել մինչև հաջորդ խավարում կարող եք անել։ Համենայն դեպս այս խավարմամբ, եթե սկսեք վերանորոգում, ապա կցանկանաք ամբողջությամբ փոխել ձեր բնակարանը, փոխել ամբողջ դիզայնը։ Ոմանք էլ ամբողջությամբ կփոխեն իրենց կահույքը։ Դուք հանկարծակի կհասկանաք, թե ինչ է ձեզ հարկավոր նոր ինչ-որ կոմֆորտի համար, ավելի լավ ապրելու համար։ Նաև կարող եք սկսել աշխատել տանը, օրինակ տանը մեկ անկյունում հատկացնեք ձեր մասնագիտությանը եւ աշխատեք այնտեղ։ Նաև այս խավարմամբ կարող է որոշեք զբաղվել տան դիզայնով, ինտերիերով եւ սկսեք արդեն ուրիշի տաները դիզայներություն անել։ 4-րդ տունը նաև մեր արմատներն են, մեր ազգանունը։ Դուք կարող եք փոխեք ձեր ազգանունը կամ հանկարծակի կարող եք իմանալ ընտանեկան գաղտնիք, ձեր արմատների գաղտնիքը։
Ոմանք կգտնեն որոշ հին նկարներ, որտեղ կլինեն ձեր ապու պապերը կամ տատին, որին չէիք կարող երբևէ տեսնել։ Չորրորդ տունը դա նաև վերաբերվում է այն երկրին, որտեղ ապրում եք, եւ դուք շատ հավանական է, եթե այդ երկրի քաղաքացի չեք, ապա հնարավոր է, որ դիմեք քաղաքացիության համար կամ ստանաք քաղաքացիություն։ Հարգելի եկվորյակները, այս խավարումը տեղի կունենա ձեր երրորդ տանը։ Երրորդ տունը դա շփումն է, եւ այս խավարումը ձեզ կդարձնի շփվող։ Կսկսեք ավելի շատ շփվել։ Չնայած դա ձերն է։ Դուք կունենաք ավելի շատ շփում, կունենաք շատ ընկերներ, շատ համախոհներ։ Կարող է որոշեք մտնել մեդիա բիզնես, կամ ավելի շատ գրեք, շատ խոսեք կամերայի առաջ։ Կարող է ցանկանաք դառնալ բլոգեր եւ վլոգներ վարեք։ Իսկ ոմանք կարող է տեղափոխվեն որևէ տեղ, երկիր կամ մեկ այլ քաղաք։ Երրորդ տունը նաև շարժման տունն է կամ հնարավոր է որոշեք մեքենա գնել։ Ինչպես նաև կարող է այդպիսի աշխատանք գտնեք, որ անընդհատ պետք է ճանապարհին լինեք, օրինակ տաքսի վարեք կամ մեծ մեքենաներ կամ ինքնաթիռում սկսեք աշխատել։ Երրորդ տունը դա նաև հմտությունների տունն է։ Կարող է որևէ հմտություններ ձեռք բերեք, օրինակ համակարգչի, վերջին հեռախոսների, համակարգչային ծրագրավորումների հետ կապված եւ այլն։ Որևէ տեխնիկական հմտություններ նաև կարող են ձեզ անհրաժեշտ լինել։ Օրինակ, ձեր նոր աշխատանքի համար կամ ձեր բիզնեսի համար։ Եվ դրա համար հնարավոր է, որ դուք կգտնեք որևէ կուրսեր մի քանի ամսվա եւ կայցելեք։ Երրորդ տունը դա նաև մեր հարազատներն են, քույրը եւ եղբայրը, կարող է որևէ կարևոր իրադարձություններ լինեն ձեր քրոջ կամ եղբոր կյանքում։ Ձեր քույրը կամ եղբայրը կարող են երեխա ունենալ։ Դե շատ են տարբերակները, իրենց մասին կարող եք եւս շատ փոփոխություններ իմանալ, լսել։ Հարգելի խեցգետիններ, այս խավարումը տեղի ունենալու ձեր երկրորդ տանը, ֆինանսների, եկամուտների տանը։ Ձեզ մոտ նոր հնարավորություն կստեղծվի վաստակել կամ նոր հետաքրքիր իդեաներ կունենաք, թե ինչպես վաստակել, աշխատել, կամ շատ հավանական է, որ ձեզ նոր աշխատանք առաջարկեն։ Ինչպես նաև կարող է դա լինել աշխատանքի փոփոխություն։ Դուք մեկ այլ աշխատանքից, օրինակ, կամ օրինակ կարելի է նաև երկրորդ աշխատանքը։ Կամ դուրս գաք մեկ աշխատանքից եւ ընդունվեք մեկը։ Ավելի բարձր աշխատավարձով հնարավոր է նաև շատ երկար ժամանակ այնտեղ աշխատեք։ Ոմանք կմտածեն բացել իրենց սեփական բիզնեսը, ինչպես նաև դա կապված կլինի ինքնագնահատականի բարձրացման հետ։ Կարող է ձեզ ցույց տան, թե որքան է ձեր արժեքը, այսինքն ձեր ծառայությունների արժեքը, եւ դուք որոշեք, ոչ, ինձ այդպես հարմար չէ, եւ ավելի բարձր արժեմ, եւ դուք կսկսեք բարձրացնել ձեր ծառայությունները, ձեր աշխատաժամերը արդեն կգնահատեք։ Այս խավարումը ցույց կտա ձեր իրական, այսինքն այն, թե դուք որքան եք ձեզ գնահատում, իրական արժեքը կարելի ասել։ Այո, շատ դժվար է գնահատել մեզ։ Ինքներս դրա համար այս խավարումը ցույց կտա ձեզ որևէ իրավիճակ, թե որքան եք դուք սկսում ձեզ գնահատել։ Եվ եթե դա ձեզ դուր չգա, արդյունքում դուք ինքներդ կհասկանաք ձեր գինը, ձեր աշխատանքի եւ ծառայության գինը։ Երկրորդ տունը դա նաև ռեսուրսների տունն է։ Դուք կհասկանաք, թե ինչ ռեսուրսների եք տիրապետում, ինչ տաղաններ ունեք եւ ինչով դուք կարող եք վաստակել։ Ինչ եք կարող ինչ դրամ սարքել, գումար սարքել։ Բայց այնպես շատ հավանական է, որ որոշ մարդիկ ստանան որևէ վաճառքից ինչ որ գումար, օրինակ բնակարան վաճառը կամ մեքենա կամ հակառակը, դուք կգտնեք որևիցե արժեքավոր իր։ Երկրորդ տունը դա նաև մեր սնվելն է։ Եվ դուք հնարավոր է փոխեք ձեր սնվելու ժամերը կամ անցնեք առողջ ապրելակերպի, սկսեք վերանայել, թե ինչ եք ուտում։ Ձեր ուշադրությունը սևեռված կլինի ձեր սնունդին եւ առողջության վրա։ Հնարավոր է, որ դուք շատ դժվար, ծանր աշխատանք եք կատարում եւ այս խավարմանը սկսեք վերանայել եւ որոշել հանգստանալ կամ փոխել աշխատանքը ավելի թեթև աշխատանքի հետ։ Եվ նման հնարավորություն իհարկե ձեզ կընձեռվի։ Երկրորդ տունը դա նաև մեր կոկորդն է, կոկորդային չակրան է։ Կարող է սկսեք երգել կամ որևէ համերգ ունենաք այդ ժամանակ, կամ սկսեք խոսել հանրության առջև։ Դուք կունենաք
նաև այդ հնարավորությունը ավելի լավ խոսելու եւ վարժ խոսելու ամենակարևորը։ Ամենայն դեպս այս խավարումը ձեզ հնարավորություն կտա փոխել ձեր օգուտները, ձեր ֆինանսական վիճակը։ Հարգելի առյուծներ, բնականաբար ձեր նշանում է կատարվում այս խավարումը եւ ձեզ վրա կազդի մոտավորապես 1.5 տարի, ինչու 1.5-2 տարի այն կարող է ազդել, որովհետեւ պետք է 4 անգամ տեղի ունենա ձեր նշանում խավարումը։ Սա ձեր խավարումն է, այսինքն խավարումը բնականաբար կատարվում է ձեր նշանում եւ նա կփոխի ձեր կյանքը։ Եվ հաջորդ տարի եւս կլինի խավարում ձեր նշան, դրա համար հաջորդ տարին դա եւս ձեր տարին է։ Դա փոփոխության տարի է։ Եվ այս խավարումը ձեր առաջին տանը վերաբերվում է բոլոր ոլորտներին, բոլոր։ Ինչ է նշանակում առաջին տոն, ինչպես ենք մենք երևում, ինչպես ենք մենք մեզ ներկայացնում հասարակությանը, ինչպես է մեր անունը, մեր ֆիզիկական մարմինը, ինչպիսի իմիջ ունենք, ինչպես ենք մենք հագնվում, դա կարելի ասել մեր նկարն է։ Օրինակ, եթե դուք ձեզ հայելու մեջ եք նայում, հա, դա հենց առաջին տունն է։ Եվ ինչպիսին է ձեր տեսքը ձևավորվում ուրիշների մոտ, ձեր հանդեպ։ Կարող է նոր իմիջ ունենաք, փոխեք հիմնովին, փոխեք մազերի գույնը, կարող եք սկսել հագնվել այլ կերպ, այլ ոչ, երբ որ իմ առաջին տանն էր գտնվում, ես սկզբում, երբ որ առաջին տանս մեջ էր, ես սկսեցի հագնվել ավելի սպորտային, երկրորդ անգամ, երբ որ գտնվեցի առաջին տանս մեջ, ես մինչև հիմա ավելի շատ նախընտրում եմ հագնվել դասական ոչ։ Արդեն բավականին շատ է փոխվել ոճը։ Մազերիս գույնը չի փոխվել, բայց ոճը փոխվել է։ Ինչպես նաև կարող եք զբաղվել ձեր մարմնով, ձեր մարմնի գեղեցկությամբ, նիհարեք կամ գիրանաք։ Ինչպես որ ձեզ դուր կգա։ Կարող եք նաև փոխել ձեր անունը, ազգանունը, ինչպես նաև կարող եք այլ կերպ ներկայանալ մարդկանց, մեկ այլ անունով կամ կեղծ անունով։ Նաև կարող եք կապված լինել հարաբերությունների հետ, օրինակ ամուսնանաք, ոմանք կարող են բաժանվել։ Ինչպես նաև կարող է երեխա ունենաք, նոր աշխատանք գտնեք, նոր կարիերա կամ նոր բիզնես բացեք։ Անգամ կարող եք փոխել ձեր բնակության վայրը։ Դե առաջին տունը դա մեր բոլոր ոլորտներն են, բոլոր, բացի մեզանից, նաև բոլոր ոլորտները։ Կարող են բոլոր ոլորտներում փոփոխություններ լինել այս 1 տարվա ընթացքում, 2 տարվա ընթացքում, կարելի ասել մեկը մյուսի հետևից կարող է փոխվել։ Նաև կարող է փոխվել կամ հայտնվել ձեր մտադրությունները, ձեր համոզմունքները։ Դուք ինքներդ կարող եք որոշեք հիմնովին փոխել ձեր կյանքը։ Եվ ամեն ինչ իրար հետևից կարող է լինել, օրինակ ամուսնանաք, հղիանաք, երեխա ունենաք եւ շատ հեշտ եւ շատ արագ։ Կամ տեղափոխվեք ավելի լավ վայր, լավ բնակարան, լավ աշխատանքի, փոխեք ձեր աշխատանքը եւ այդպես մեկը մյուսի հետևից փոխեք ձեր կյանքը։ Այդ ամենը կարող է տևել ամբողջ տարվա ընթացքում, այս խավարումից հետո, կամ արդեն պետք է զգայք փոփոխությունները ձեր կյանքում։ Այնպես որ ձեզ մոտ կարող է ավելի շատ անակնկալ փոփոխություններ տեղի ունենալ։ Բայց սկսել հարկավոր է ձեզանից, խավարումը առաջին տանն է, դա ես եմ, հա, ու հենց ձեզանից պետք է սկսեք։ Այն ինչը ձեզ թույլ չեք տվել անել, սահմանափակել եք ձեզ, վախեցել եք, դրանք հարկավոր է հեռացնել ձեր կյանքից։ Հեռացրեք այն բոլոր խոչընդոտները հենց ձեր գլխում եւ ասեք այսպես. ես անում եմ առաջին քայլը։ Ես կարող եմ, ես գիտեմ։ Ես կարող եմ եւ վաղուց էի ցանկանում դա անել։ Ինչ էլ որ դա լինի։ Արեք առաջին քայլը։ Հարգելի կույսեր, այս խավարումը տեղի ունենալու ձեր 12-րդ տանը։ Դա ինքնաճանաչման տունն է։ Սա շատ խորը տուն է, երբ իրավիճակը կարող է որևէ բան ցույց տալ ձեր մասին։ Կամ կարող է բացահայտվել անցյալի որևէ գաղտնիք։ 12-րդ տունը դա անցյալի տունն է։ Այն ինչը, որ ձգվում է անցյալից, ձեր ետևից, դուք կորոշեք կտրել դա եւ հետ չնայեք երբեք։ 12-րդ տունը դա նաեւ մեկուսացման եւ միայնության տունն է։ Դա կարող է կախված լինել օրինակ աշխատանքի հետ կամ որոշեք գիրք գրել եւ շատ կլինեք միայնակ, որ գրեք այդ գիրքը եւ շատ ժամանակ կանցկացնեք միայնության մեջ, որպեսզի կարողանաք անել։ Կամ եթե աշխատում եք օրինակ,
Կամ հնարավոր է, որ արխիվներում որևէ իրեք փնտրում։ Ինչպես նաև կարող է ձեր աշխատանքը այնպես լինել, որ հարկավոր լինի միայնակ աշխատել, որտեղ շատ մարդիկ չեն լինի կամ մեկուսացված որևէ տեղում։ Հնարավոր է, որ ձեզ ուղարկեն որևէ տեղ միայնակ աշխատելու։ Մեկուսացումը նաև կապված է բանտերի հետ։ Ոմանք կարող են դուրս գալ այդ իրավիճակից, ոմանք հակառակը կարող է բանտարկվեն եւ 1 տարի մնան այնտեղ, եւ ոչ 1 տարի, շատերը կարող են շատ երկար մնալ։ Ոմանք կարող են արտագաղթել, եւ դուք կարող եք սկսեք որևէ գործընթաց այդ ուղղությամբ։ Եթե դուք ցանկանում եք իհարկե կամ ուսման համար պետք է տեղափոխվեք մեկ այլ երկիր սովորելու համար, այնպես որ կարող եք տեղափոխվել։ Ինչպես նաև կարող է աշխատանք լինել երկրից դուրս։ Եվ հենց այս խավարումը կտա այդ գործընթացը տեղափոխվելու մեկ այլ երկիր։ Քանի որ 12-րդ տունը դա հեռավոր երկրներն են։ 12-րդ տունը դա նաև էզոտերիկայի հետ կապված տունն է, ինքնաճանաչման տունը։ Միգուցե դուք սկսեք հետաքրքրվել էզոտերիկայով, քարտ տարոներով, աստղաբանությամբ, ռունաներով, երազներով, այն ինչ կապված է էներգիայի հետ։ Հիպնոզ, ռեգրեսիվ հիպնոզ, որը անցյալ կյանքն եք նայում, այնինչ միստիկ է, դրանք բոլորը կարող են ձեզ հետաքրքրել։ Այնինչ անտեսանելի է, թաքուն գիտելիք է։ Քանի որ 12-րդ տունը դա հենց գաղտնիքների, անտեսանելի երևույթների տունն է։ Եվ հենց այս խավարմանը կարող է բացահայտվել որևէ գաղտնիք ձեր կյանքի վերաբերյալ կամ ձեր անցյալի վերաբերյալ։ Ինչպես նաև 12-րդ տունը դա ազատման տունն է։ Դուք կարող եք ազատվել որևէ հիվանդությունից, ոչ նորմալ, ոչ կայուն հարաբերություններից, նույնպես բանտից, ինչպես որ վերևում նշեցի, կամ ազատվեք որևէ կախումներից, վախերից, եւ հենց դրանց համար այս խավարումը շատ բարեհաջող է։ Հարգելի կշարքներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 11-րդ տանը, դա սոցիալական տունն է։ Միգուցե ձեզ վերցնեն որևէ հասարակական գործունեության թիմ, խումբ կամ որոշ կազմակերպչական հարցերով սկսեք զբաղվել։ Դա նաև հասարակության տունն է, ինտերնետի, սոցիալական կյանքերի տունն է։ Դրա համար դուք կարող եք ավելի շատ գտնվեք սոցցանցերում, կարող եք շատ ներգրաված լինեք սոցցանցերում, շատ շփվեք ինտերնետով։ Միգուցե ինչ-որ նոր աշխատանք է, որը 2 տարի կամ 18 տարի պետք է զբաղվեք դրանով։ Դա կարող է լինել իհարկե հեռակա շփումներ։ Ինչպես նաև կարող եք շատ ժամանակ անցկացնել ինտերնետում աշխատանքի վերաբերյալ, կամ դուք կարող եք սկսեք աշխատել հեռակա, օնլայն, բիզնես սկսեք օնլայն, հաճախորդների հետ կաշխատեք ինտերնետի միջոցով։ Միգուցե նաև սկսեք աշխատել մեդիա ոլորտում, որտեղ իրոք կարող եք շատ երկար ժամանակ անցկացնել սոցցանցերում։ Դա ավելի լուրջ աշխատանք է, կամ պարզապես նստեք եւ զբաղվեք մարդկանցով, կամ իրենց հետ խոսեք։ Ոչ թե նստեք ու թերթեք էջերը, այլ աշխատեք միայն։ Այնինչ կանեք ձեր պտուղներ կտա ապագայում, քանի որ 11-րդ տունը դա նաև ապագայի պլանների տունն է։ Հնարավոր է, որ ոմանք սկսեն խմբակային դասընթացների մասնակցել, որը կարող եք հետագայում կյանքի կոչել։ Դուք կարող եք գտնել ձեր հետաքրքրություններով կոլեկտիվ, ինչպես նաև կարող է որևէ չաթում հայտնվեք, որտեղ բոլորը ձեր մասնագիտությամբ կլինեն, կամ նույն հետաքրքրությունները կունենան, եւ դա ձեզ համար կարող է դառնալ աշխատանք։ 11-րդ տունը դա նաև խորհրդանշում է ձեր ընկերներին։ Միգուցե ձեր ընկերների կյանքում որևէ կարևոր իրադարձություններ լինեն, ինչպես նաև հավանական է, որ դուք որևէ ընկեր կամ ընկերուց հեռանաք։ Կամ հակառակը, կհայտնվեն ձեր կյանքում նոր ընկերներ եւ շատ երկար ժամանակ, սովորաբար ովքեր խավարման ժամանակ ծանոթանում են, շատ երկար ժամանակ են լինում միասին։ Դա նաև վերաբերվում է սիրային թեմային, կամ եթե դուք որևէ մեկի հետ վիճեք, ապա դա կլինի հավիտյան։ Ավելի լավ է մի վիճակ ոչ ոքի հետ այս ընթացքում։ Ձեր կյանքում կարող է հայտնվել նոր շրջապատ, նոր հարաբերություններ։ 11-րդ տունը դա նաև 3-րդ ամուսնությունը կարող է լինել եւ այդ ամենը ովքեր որ ցանկանում են 3-րդ անգամ ամուսնանալ, ապա հնարավոր է։ Կարող եք նաև 3-րդ երեխան ունենալ։ 11-րդ տունը դա նաև երազանքների տունն է։ Եվ գիտեք, շատ լավ կլինի ստեղծեք երազանքների գիրք, սպասեք մի քանի օր, 3-4 օր եւ հետո կարող եք ձեզ համար սարքել երազանքների գիրք։
Հենց այդ էներգիաներով, եթե հարկավոր է, ես կարող եմ տեղադրել, թե ինչպես են սարքում երազանքների գիրքը, դա կարող է լինել Facebook-ում։ Նաև կարող եք հիշեցնել, ես կարող եմ սարքել եւ ցույց տալ, թե դա ինչպես է լինում։ Քանի որ երբ որ երազները գրում եք, երազանքների իհարկե գրում եք, դա հատուկ էներգիա է եւ այն իրականանում է։ Հարգելի կարիչներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 10-րդ տանը, կարիերայի, նպատակների, առաջխաղացման տունն է, ձեր բերումների տունն է։ Եվ այս խավարումը ասում է ձեզ, որ դուք պետք է անեք այդ քայլը, պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ, որոշումներ կայացնեք, եւ եթե հնարավորություն կլինի, ապա ընդունեք հրավերքները, օգտվեք այդ առիթից։ Դա կարող է կապված լինել կարիերայի եւ աշխատանքի հետ։ Կարող է լինել նոր ոլորտ, հանկարծ դուք որոշեք փոխել ոլորտը կամ զարգանալ մեկ այլ ոլորտում։ Կամ շատ հավանական է, որ առաջարկ ստանաք պաշտոնի բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է, որ փոխվի ձեր տնօրինությունը, ձեր կազմակերպությունում կամ ձեր ընկերությունում։ Նաև հավանական է փոխեք ձեր բրենդը կամ որտեղ աշխատում եք այդտեղ անվանափոխություն լինի բրենդի։ 10-րդ տունը դա նաև կարգավիճակի տունն է, կարող է փոխվել ձեր կարգավիճակը։ Ոմանք կարող են ամուսնանալ, ոմանք կարող են բաժանվել, ինչպես նաև ոմանք կարող են երեխա ունենալ։ Դա էլ եւս կարգավիճակի փոփոխություն է։ Նաև 10-րդ տունը, ինչպես ասացի, նպատակների տունն է, կարող են փոխվել ձեր նպատակները, ձեր մտադրությունները։ Դուք ցանկանում եք մեկ այլ բան, եւ հիմա հանկարծ կհասկանաք, որ այդ չեք ցանկանում, այլևս դա չեք ուզում։ Չեք ուզում գնալ այդ ուղղությամբ եւ կհասկանաք, որ ձեր կյանքում դուք մեկ այլ մտադրություններ ունեք, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար ավելի կարևոր, ինչով եք դուք ցանկանում ինքնաիրացնել ձեզ, քանի որ 10-րդ տունը դա ինչին ենք մենք ցանկանում հասնել, դա մեր նպատակներն են։ Եվ դուք հանկարծ կհասկանաք, որ չեք ցանկանում այլևս այնտեղ աշխատել, որտեղ արդեն շատ երկար ժամանակ եք աշխատում, եւ կհասկանաք, որ դա ձեզ բացարձակապես հետաքրքիր չէ, որ դուք ցանկացել եք ձեր սեփականն ունենալ եւ կորոշեք փոխել հիմնովին ձեր ուղղությունը, ձեր ոլորտը։ Քանի որ 10-րդ տունը 4-րդ տան հետ այդպես դեմ դիմաց են, որն է խորհրդանշում է մեր բնակության վայրը, ապա կարող է փոփոխություններ կատարեք ձեր բնակության վայրը կամ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Կարող է նոր բնակարան գնեք կամ նոր վարձով բնակարան տեղափոխվեք կամ տեղափոխվեք քաղաքից քաղաք, ոչ շատ հեռու։ Եվ ամենակարևորը, որ եթե դուք չունեք նպատակ, չեք դրել ձեր առջև նպատակ, ապա այն կհայտնվի ձեր առջև։ Կունենաք նոր նպատակ։ Շատ ժամանակ մենք ինքներս չգիտենք, թե ինչ ենք ցանկանում, եւ հանկարծ դուք որևէ բան տեսնելուց կասեք, այո, ես սա ուզում եմ, եւ դա ձեզ համար կդարձնեք նպատակ, այսինքն դրան հասնելը ձեզ համար կդարձնեք նպատակ։ Եվ դուք ինքներդ կհավատաք ձեր ուժերին, որ դուք կարող եք հասնել դրան, որ դա հնարավոր է։ Դա է ամենակարևորը։ Հարգելի աղեղնավորներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Ինչ էլ որ լինի, ապա միայն պետք է շնորհակալություն հայտնեք դրա մասին, դրա հետ կապված, քանի որ այն ինչ կլինի ձեր լավի համար։ 9-րդ տունը դա կյանքի իմաստի տունն է, որտեղ ենք մենք փնտրում կյանքի իմաստը, ուսման մեջ, որտեղ դուք կարող եք գնալ սովորել որևէ տեղ, կարող եք սկսել սովորեցնել, ստանալ որևէ դիպլոմ, ինչպես նաև կարող եք սկսել նոր կյանքի էտապ, ոմանք սկսեն գիրք գրել, որոշ հոդվածներ եւս։ 9-րդ տունը դա նաև իրավաբանական գործընթացներն են, եւ կարող եք սկսել որևէ իրավաբանական կամ դատական գործընթացներ, որոնք կարող են ավարտվել հաջորդ խավարման ժամանակ, գուցե գարնանը։ Կարող եք տեղափոխվել մեկ այլ երկիր կամ որևէ բաներ անել, կապված օտար երկրների հետ, կարող եք սկսել սովորել օտարի լեզուներ, ոմանք կարող են արտագաղթել, կապված կլինի նաև դատական գործընթացների հետ օտար երկրում։ Ոմանք էլ կարող է սկսեն շփվել մարդկանց հետ, ովքեր ապրում են դրսում, օտար երկրում։ Նաև կարող է սկսեք ձեզ գովազդել սոցցանցերում, ինտերնետում, որպեսզի ձեզ սկսեն տեսնել։
Միգուցե սկսեք նոր բիզնես օտարերկրացիների կամ օտար երկրների հետ։ Ինչպես նաև կարող են ձեր հաճախորդները լինել օտարերկրացիներ։ Այնպիսի իրեր վաճառեք, որ իրենք գնեն ձեզանից։ Կարող եք նաև ծանոթանալ եւ սկսել հարաբերություններ ստեղծել օտարերկրացու հետ, ով կունենա ուրիշ կուլտուրա, ուրիշ քաղաքացիություն, ինչպես նաև ուրիշ կրոն։ Օրինակ, եթե դուք հիմա ծանոթանաք օնլայն տարբերակով օտարերկրացու հետ կամ ոչ միայն օտարերկրացի, այլ օտարերկրում գտնվող մարդու հետ, մեր հայրենակցի, թեկուզ ապա հնարավոր է, որ կարողանաք տեսնել իրեն արդեն գարնանը։ Դե սա սիրային ոլորտում։ Ոմանք կարող են երկրորդ անգամ ամուսնանալ կամ երկրորդ անգամ բաժանվել ձեր ամուսնուց կամ կնոջից։ Եվ իհարկե կարող է թոռնիկներ ունենաք։ Կարող է լսեք, որ թոռնիկ եք ունենալու։ Հարգելի այցեղջյուրներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, դա ֆինանսների տունն է։ Այսինքն զուգընկերոջ, գործընկերոջ գումարների տունը, այն գումարի, որը դուք չեք աշխատել, ինչպես նաև ընդհանուր բյուջեի, ընտանեկան իհարկե։ Կարող է փոփոխություն լինել օրինակ ձեր ամուսնու կամ կնոջ մոտ, հնարավոր է նոր աշխատանք ունենա կամ կարող է նոր գումարներ կան, օրինակ դա կարող է լինել օգնություն որևէ մեկի կողմից։ Կարող են նաև ձեր ծնողները ձեզ օգնել, ժառանգություն ստանաք։ Նաև հնարավոր է սկսեք որևէ գործընկերոջ հետ եւ նա ներդրում կատարի կամ գումարները միացնեք։ Հնարավոր է նաև որ սկսեք ներդրումներ կատարել, որտեղ երբեք չեք արել։ Ինչպես նաև դա կարող է լինել պետության գումարները, օրինակ ալիմենտ ստանաք կամ վարկ ստանաք։ Միայն հիշեք, որ խաբարման ազդեցությունը շատ երկար է լինում, հնարավոր է որ շատ երկար այն կփակեք։ Ինչպես նաև կարող է դուք սկսեք որևէ գումարներ ստանալ կամ օգնություն ստանալ պետությունից, երեխայի գումարներ, թոշակ, ժառանգություն ստանաք կամ ձևակերպեք նոր, այդպես դատական գործերում լինեք այս ընթացքում ժառանգության հետ կապված։ 8-րդ տունը դա նաև գաղտնիքի տունն է, կարող է որևէ գաղտնիք բացվել։ Ինչպես նաև այս տունը ճգնաժամային իրավիճակների հետ է կապված, հնարավոր են շատ շտապ վիրահատություններ, եթե շատ կարևոր է դա ձեզ համար եւ ձեր կյանքի համար, ապա մի նայեք խավարմանը անպայման կատարեք դա։ Ինչպես նաև կարող եք հղիանալ այս խավարման ընթացքում, բայց հնարավոր է որ դուք դեռ չգիտեք այդ մասին։ Կարող եք ստուգել այս ընթացքում, գոնե խավարումից հետո 1 շաբաթ անց կարող եք ստուգել։ 8-րդ տունը դա նաև հոգեբանության տունն է, ինչպես նաև մեր կախվածության տունը եւ այս խավարումը կարող է ձեզ օգնել ազատվել ձեր վախերից։ 8-րդ տունը դա նաև վախերի տունն է, այսինքն վախերը հաղթահարելու ավելի շատ։ Եվ իհարկե կարելի ասել այս խավարումը կօգնի ձեզ հաղթահարել ձեր վախերը, ինչպես նաև կախվածությունը որևէ բանից կամ որևէ մեկից։ Դուք կարող եք հանգիստ հեռացնել ձեր վախերը, հեռացնելով բոլոր պատնեշները։ Հարգելի ջրհոսներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 7-րդ տանը։ Դա հարաբերությունների, ամուսնության, գործընկերության տունն է։ Կարող է սկսվեն նոր հարաբերություններ, նոր սեր, ծանոթություն։ Եվ խավարման ժամանակ դա կարող է լինել շատ կայուն եւ երկարատև։ 7-րդ տունը դա նաև բաժանումների տունն է, ոչ միայն ամուսնության։ Հնարավոր է որ միաժամանակ ստացվի եւ բաժանվել եւ ամուսնանալ։ Եվ իհարկե դուք արդեն եթե վերջնական որոշել եք, ապա պետք է հասկանաք, որ այն կարող է տևել 18 տարի բաժանումը։ Այդո եթե ուզենաք միավորվել, ապա այն հնարավոր է չլինի։ Հնարավոր է այլևս միացում չլինի։ Եվ կարող է այս ընթացքում ուղղակի գաղտնիք բացահայտվի, որն էլ որ ձեր մտքերը ավելի կհստակեցնի։ 7-րդ տունը դա նաև հաճախորդների հետ աշխատանքն է, ասես դեմ առ դեմ որևէ մեկի հետ։ Կարող են հայտնվել նոր հաճախորդներ, որևէ ուսանողներ։ Հնարավոր է որ դուք սկսեք ուսուցանել որոշ մարդկանց։ Կամ աշխատեք որևէ մեկի հետ, միայն դուք երկուսով։ Նաև հնարավոր է, որ դուք հանկարծակի իմանաք, թե որևէ մեկը ձեզ ինչպես է վերաբերվում, եւ դուք կփոխեք ձեր կարծիքը իր մասին։ Կարող եք սկսեք որևէ մեկի հետ նոր բիզնես, այսինքն նոր գործընկերոջ հետ։ Ինչպես նաև կարող եք դուք եւ որևէ գործընկերություն, որևէ համաձայնագիր կամ պայմանագիր ստորագրեք նոր աշխատանքի հետ կապված, ինչ որ կազմակերպության հետ։
Նաև կարող է տան արքու վաճառք լինել կամ մեքենայի, որտեղ որ պայմանագիր կկնքեք։ 7-րդ տունը ոչ միայն մեր ընկերներն են, այլ նաև մեր թշնամիներն են։ Ոմանք կարող են սկսել որևէ դատական գործընթացներ, ոմանք կստանան դատարանի պատասխան։ Կամ շատ հավանական է, որ դուք կամ դիմացինը որոշեք որևէ պայմանավորվածությամբ դատարան այլևս չհասնի այդ գործերը։ Կամ այլևս դատարան չդիմեք, իր հետ պայմանավորվեք։ Եվ եթե դուք պլանավորել եք երկրորդ երեխա, ապա կարող եք այս խավարման ժամանակ հղիանալ։ Եվ ոչ միայն այդ օրը, այս 1.5 տարվա ընթացքում, 1.5-2 տարվա ընթացքում։ Հարգելի ձկներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Դա աշխատանքի եւ առողջության տունն է։ Կարող է նոր աշխատանքի անցնեք, կամ աշխատանքի փոփոխություն կատարեք, կամ ոմանք դուրս կգան իրենց աշխատանքից եւ կսկսեն իրենց սեփական բիզնեսը։ Ինչպես նաեւ կընթերցակեք ձեր բիզնեսը եւ շատ հավանական է, որ օգնական էլ ընդունեք ձեզ օգնելու համար։ Ոմանք կարող է տանը իրենց օգնող ընդունեն աշխատանքի կամ երեխաների հետ կապված լինի, դայակը, ինչպես նաև կարող է փոխեք աշխատանքի ոլորտ, օրինակ, մեկ ուրիշ աշխատանքից անցնեք մեկ այլ աշխատանքի, որ չեք էլ արել։ Կարող է փոխվել ձեր տնօրինությունը կամ ձեր աշխատանքային ժամերը փոխվեն, ռեժիմը փոխվի։ Ոմանք կարող է սկսեն տանը աշխատել, օրինակ, առաջ հաճախորդներին ձեր աշխատավարում եք ընդունում, հիմա կարող է սկսեք տանը աշխատել իրենց հետ։ Կամ առաջ աշխատում եք ամբողջ օր, իսկ հիմա կես օրը կամ հակառակը։ Ոմանք նաև կարող են երկրորդ գործ գտնել կամ բացի աշխատավայրից նաև տանը մեկ այլ գործով սկսեք զբաղվել։ Ինչպես նաև շատերը կստանան աշխատանքի առաջարկ այս խավարմանը։ 6-րդ տունը դա նաև խնդիրների լուծման տունն է։ Եթե դուք խնդիրներ ունեիք կախված ձեր աշխատանքի հետ, ապա շատ հավանական է, որ ավարտվի այն։ Այս խավարումը կօգնի այն լուծել, այդ հարցը լուծել։ Նաև տնային կենդանիներն են 6-րդ տանը, ոմանք տնային կենդանի կսկսեն պահել։ 6-րդ տունը դա նաև առողջության տունն է, ամեն ինչ կապված առողջության եւ ինքնազգացողության հետ։ Այս խավարումը զգուշացնում է ձեզ ուշադիր լինել ձեր առողջությանը։ Հնարավոր է պետք է սկսեք առողջ սնվել կամ գնել բժշկի, բուժզնման, անալիզներ հանձնելու, ատամներով զբաղվեք կամ կատարեք որևէ վիրահատություններ։ Մի խոսքով ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Նաև եթե դուք շատ եք հոգնում, աշխատանքը, զբաղվածությունը եւ հանգիստը պետք է բալանսավորված լինի։ Եթե դուք շատ եք աշխատում կամ շատ ջանքեր եք գործադրում եւ շատ եք հոգնում, եւ դուք ինքներդ էլ դա զգում եք ձեր օրգանիզմում, ձեր գիտակցությամբ, ապա հարկավոր է, որ սկսեք հանգստանալ կամ փոխել ձեր ռեժիմը, փոխել աշխատանքը կամ էլ սկսեք սպորտով զբաղվել։ Այսքանը սիրելիներս, թող որ այս խավարումը ձեզ համար բերի միայն նորանոր պահեր, բարեկեցիկ կյանք, նոր փոփոխություններ, բայց դեպի լավը, որովհետև սա արևի խավարումն է, իսկ դա նշանակում է նորալուսին, որտեղ նորալուսին է տեղի ունենալու այդ օրը նաև։ Եվ դրանից հետո արդեն լուսինը աճում է, դրա համար յուրաքանչյուր կատարած գործ այն կաճի, կզարգանա, կբարգավաճի։ Լավ եղեք։